Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում Հայկ Սուքիասյանն է, բարև ձեզ պարոն Սուքիասյան, շնորհակալություն ես հյուրընկալվելու համար։ Պարոն Սուքիասյան, կուզեի զրույցը սկսենք երեկվա միջադեպից մետրոյում տեղի ունեցած վարչապետի եւ Ղարաբաղից տեղանված կնոջ մասնակցությամբ ընդդիմությունը իր հովանոտ է առել այդ կնոջը, հերոսի դուստրը վիրավորել են, իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում ղարաբաղցիների հանդեպ տեղահանված մեղադրում Ղարաբաղը հանձնելու մեջ այս դիսկուրսին ինչպես եք վերաբերում ու արդյոք սա միակողմանի դիտարկում չէ ընդդիմության կողմից։ Նախ ընդդիմություն չի, հակապետական աշխարհայացքով սեգմենտ է, իրենք ընդդիմությանը պետությանը, սա մենք բաներ կա պետք է հասկանանք։ Հիմա իրենց զարոսները թողենք մի կողմ, որովհետև այդ մարդիկ ամենանվազագույն պատրվակը օգտագործելու են, քաղաքականացնելու են, ձևական փաստարկներով հիմնավորելու են, մեր որդի ներվեն են ուտելու, Արցախահայության նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չկա, հակառակն է, Հայաստանի Հանրապետությունը իր ուժերի ներածի չափով ընդունել է Արցախահայությանը, ունենալով նաև ինքը աշխարհի հետ պրոբլեմ, հարևանների հետ պրոբլեմ, լինելով ագրեսիայի վտանգի տակ, կարողացել է ընդունել եւ նվազագույն սոցիալական հարցեր կարգավորել իրենց համար եւ նաև պետությունը փորձ է անում ինտեգրել Արցախահայությանը Հայաստանի կյանքում, սա ընդհանրապես, բայց նայեք այդ հարցը շատ խորքային հարց է կոնկրետ այդ միջադեպը, իհարկե եւ մենք դիսա լավ վերլուծենք։ Իհարկե մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ հարցերում դի ըմբռնումով մոտենան Արցախահայության խնդիրներին, որովհետեւ ամեն դեպքում դի նկատի ունենանք այդ հայության այդ հատվածը իր հայրենիքի ձեռքվել է, ողբերգություն է ապրել, մարդիկ ունեն լաց լինելու, բղավելու, իրենց հույզերը արտահայտելու իրավունք եւ իրենք այդ իրավունքից պետք է օգտվեն եւ մենք պետք է ըմբռնումով մոտենանք դրան, բայց նաեւ իրենք պետք է իմանան բոլորը, որ չի կարելի եւ չպետք է այդ հույզերը էպիտետներով փաթեթավորել, որովհետեւ ես այսպեսի բաներ եմ ողբերգություն եմ ապրել եւ քշել պետության դեմ։ Սա իրենք պետք է իմանան։ Բայց նաեւ Արցախահայությունը պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս այդ ողբերգությունը ապրողներն են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս խնդիրներ են ունեցել, Ադրբեջանի ագրեսիայի ենթարկվել, Հայաստանի Հանրապետության տարածքից մի հատված Ադրբեջանը փոկել է, եւ այդ էմոցիաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ ունեն։ Եվ Արցախահայությունն էլ ըմբռնումով պետք է մոտենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների էմոցիաներին եւ պետք է չբորբոքի այդ էմոցիաները, որովհետեւ դրանք կարող են լուրջ խնդիրների վերածվել։ Մենք ինչ են կարողացել։ Ստացվեց այնպես, որ այն ջանքերը, որ Հայաստանի Հանրապետությունն ներդրեց Արցախում, արդյունք չտվեցին բազմաթիվ գործոնների հաշվառումով եւ Արցախահայությունը չկարողացավ մնալ Արցախում։ Բայց այդ խնդրեմ ունեն նաև Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս պետությունը կորցնելու վտանգի տակ էին։ Բայց Արցախահայությունը չկարողացավ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողացան Հայաստանի Հանրապետությունը պահել, ընդունել Արցախահայությանը եղբայրաբար եւ փորձել Արցախահայության համար ապահովել անվտանգ եւ խաղաղ կյանք։ Սա այն է, ինչ որ մեզ է տեղի ունեցել, բայց մենք պետք է վերլուծենք, մենք որպես ժողովուրդ օբյեկտիվորեն պետք է վերլուծենք, թե մեր գլխին ինչ են սարքել։ Եվ եթե մենք իրար հետ անկեղծ չենք լինելու, մենք լուծում չենք որի, մենք այս անցումը պետք է անցնենք, թե չէ ռևանշիստների, զառոստերին պետք է չնայեք, դրանք մեր հետ կապ չունեցող էթնոս են, ընդհանրապես կապ չունեն այդ մարդիկ, ոչ քաղաքականապես, ոչ հավանաբար էթնոգենեզով, ոչ մի բանով այս այդ կապ չունեն։ Մենք հարցը պետք է խորքային վերլուծենք որպես ժողովուրդ, որպես պետություն։ Արցախի կոնֆլիկտը ինչ է եղել։ Սարքել է սովետական միությունը։ Տեսեք, մենք Արցախահայության իրավունքների ինչ որ պաշտպան ՀԿ-ներ ունենք, իրավապաշտպաններ ունենք,
Բոլորը բան են, Սումգայիթի ջարդերը պահանջում են Ադրբեջանի, որ դատապարտեն, չէ՞։ Բայց այս Սումգայիթի ջարդը սովետական միությունն է սարքել։ Ես մտածում եմ, որ այս իրավապաշտպանների տակ էլ պետք է նայ սովետական կագեբեն կա թե չէ։ Ուղղորդել են սրանց շարը ինվրից հանեք։ Սովետական միությունն է սարքել դա, հա գործիքը, ոչրագործը նա է, բայց դա տեղի ունեցել սովետական միությունում, մեր ժողովրդին ո՞ց բացատրես։ Եվ մի հատված էլ կա, մի հատ ուռած գլուխ Արցախից փախած, բայց տակնարած գեներալի տնաս կա, չէ՞, մարդը որ ասում է միութենական պետություն կա։ Արա, միութենական պետությունը տա քո սպանդը սարքել։ Քոս դու էդ ես ուզում, դու սպանդ ես ուզում, այսինքն սա մեկ Սա սարքել է սովետական միությունը, օգտագործել է իր գործիքին, որն է ադրբեջանցիները, խորհրդային Ադրբեջանը։ Եվ Հայությանը գցել են այս կոնֆլիկտի մեջ, հետագայում կոնֆլիկտը կառավարել։ Իհարկե Հայությունը կարողացավ մոբիլիզանալ, փրկել Արցախահայությանը եւ Արցախը ազատագրել։ Բայց կան այն ժամանակ, օրինակ Արցախի միավորման հարց, բայց ես ենթադրում եմ ԿԿԲ-ով Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով կառավարեցին, ասին թող անկախ մնա։ Բայց դրանից բացի մի հատ էլ ոճիր հնարեցին։ Հայաստանի Հանրապետությունը նշանակեցին որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Ես եմ հասկանալ, էլի։ Եթե անկախ է եղել, խեք Հայաստանի Հանրապետությունը երաշխավոր նշանակել։ Ինչի համար։ Ինչ կապ ունի Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորության հետ։ Բայց սա ինչի են արել այս ոճիրը, որովհետև մտերում ունեցել են վաղը որ ծախենք շարքը գցենք Հայաստանի վրա։ Բայց մենակ այդ շարով չի, հետագայում այդ Արցախահայությանը կբորբոքենք, այս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներվերը կուտենք։ 40 տարի կասեն դու ես երաշխավոր, գնա ազատագրի։ Այսինքն այդ երաշխավոր նշանակելու մեջ ոճիր կա։ Սա մենք պետք է հասկանանք։ Բայց ինչ է տեղ ունեցել։ Կառավարեցին կոնֆլիկտը 30 տարի։ Իրենց գործակալներով, կերան, իրենց 200 կիլոնոց ֆասֆասացող օլիգարխ գեներալներով փախած Արցախից։ Իրենք են հանձնել եւ տեղի ունեցել ռուս-թուրքական գործարք, կանգնել են Ադրբեջանի վրա, քշել են Արցախի եւ Հայաստանի դեմ, նաեւ օգտագործելով Հայաստանի 5-րդ շարասյունը։ Եվ մենք չենք կարողացել, Արցախահայությունը չկարողացավ դիմանալ։ Հայաստանի Հանրապետությունը ամեն ինչ արել է, որ Արցախը այս նկատի ունեմ, այս վերջի 5 տարին, նրանց նկատի չունեմ։ Նրանք ամեն ինչ արել են, որ այսօր է լինես վաթարագույն օրը։ Եվ տեղի ունեցել մեզ այդ ողբերգությունը Եվ մենք պետք է օբյեկտիվ վերլուծենք սա։ Եվ հիմա, հա, տեղի ունեցել դա, բայց կա Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի, նայեք, երբ որ մարդիկ ասում են Արցախը բեր, Արցախս եմ ուզում։ Այդ ես եմ ուզում Արցախը ձեզնից։ Ես ուզում եմ այդ Արցախը, եթե այտենց է, իմն է։ Մենք ենք 30 տարի Հայաստանի Հանրապետություն, 30 տարի ամեն ապրել է աղքատ, որ դուք մնաք։ Զինվորներ տվել է, մարդը տվել է, փողը տվել է, այդ Արցախն իմն է, ձերը չի։ Եթե հարցը սենց դիտարկենք, բայց չխորանանք այս էմոցիոնալ բաների մեջ։ Ստացվել է այնպես, որ վերջը մենք կարողացանք Հայաստանի Հանրապետությունը պահել, որտեղ այս պատմությունը, այս սիմֆոնիան Արցախի մասին չի։ Սա Հայաստանի Հանրապետության չգոյության մասին է, բայց մենք կարողացել ենք Հայաստանի Հանրապետությունը պահել։ Տեղ ունեցել մեզ այդ ողբերգությունը։ Արցախահայությունը չկարողացավ մնալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողացան Հայաստանի Հանրապետությունը պահել եւ նաեւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Արցախահայությունը կարողանան ընդունել։ Հիմա սա մեր իրողությունն է։ Բայց մարդիկ ինչ են ուզում անել, ուզում են բորբոքել անընդհատ եւ այս մարդիկ, ովքեր որ Արցախ են բղավում, ես նկատի ունեմ Ղարաբաղյան կլանը եւ Ղարաբաղյան կլանի Երևանյան մասնաճյուղը։ Սրանք Ղարաբաղ հետ բերող չեն։ Սրանց նպատակը Ղարաբաղը չի, սուտ են խոսում։ Դուք ես տակնարածներից հավատում եք, որ սրանք Ղարաբաղ են հետ բերելու։ Այս մարդը, եթե այդ գեներալի տնածը, եթե եկե ասում է միութենական պետություն, դա նշանակում է փորացավ է հետ է, ինքը Ղարաբաղն էլ է այդպես ուզել, որ միութենական պետություն լինի։ Բայց այս մարդիկ Արցախ ազատագրող չեն, սրանց նպատակը Հայաստանի ներքաշել պատերազմի մեջ, հայությանը ներքաշել սպանդի մեջ, որից Հայաստանի Հանրապետության դիակն են հանելու։ Սա մեր Արցախահայությունն պետք է իմանա։ Մենք այս տրանսֆորմացիան պետք է ապրենք։ Այս ողբերգությունը մեզ հետ տեղի է ունեցել։ Արցախահայության վշտին մենք պետք է կարեկցանքով մոտենանք, այո, իրենք ունեն այդ իրավունքը, բղավելու, իրենց հույզերը արտահայտելու, լաց լինելու, ամեն ինչ անելու, դա իրենց եւ մենք պետք է կարեկցանքով մոտենանք։ Բայց եթե դա քաղաքականացվելու է, դա շատ վատ բան է։ Դուք պետք է իմանաք, որ այդ ողբերգությունը ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իր մարմնից էլ են բան տարել։ Մենք սա տրանսֆորմացիա կա Հայաստանի Հանրապետություն, մենք հոգեբանորեն
աշխարհ հայացքային տեսանկյունից մենք այս անցումը պետք է անցնենք։ Եղել է, բայց մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, ձեր մանուկ պետությունն է, ձեր արջի առաջ հազիվ ոտքի է կանգնում այս գիշատիչների մեջ։ Եթե դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետության ներքաշել ինչ-որ պրոբլեմ, չունեք այդ իրավունքը։ Որևէ մեկ իրավունք չունի ինչ-որ էպիտետներով, ձևակերպումներով ներհասարակական, ներհանրային թշնաման կառաջացնի։ Սա մենք պետք է նկատի ունենանք։ Եվ հա, այսինքն սա մենք պետք է նկատի ունենանք եւ այդպես բաներով չի էլի, այտենց հանկարծ հումանիստի դեմքով կակեբեշնիկներ վրա չտան, թե դա հումանիստ, այսինչ բան է ասել։ Հա, այտենց է, մենք լարված ենք, պետք է նկատի ունենանք։ Մենք լարված ենք։ Հայությունը հոգեբանական անկում ունի, պրոբլեմ է սա։ Այսինքն դուք պետք է իմանաք, որ սա օբյեկտիվ բան է, մեզնից կախված չի։ Օբյեկտիվ բան է, բայց որը սուբյեկտիվ սարքած գործոններով է եղել։ Հետո ինչ ասեմ, սա պրոբլեմ է, մենք պետք է նկատի ունենանք։ Մենք այս անցումը պետք է անցնենք, արցախայությունը պետք է ինտեգրվի Հայաստանի Հանրապետության կյանքում։ Դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետությունից, որևէ մեկ իրավունք չունի Հայաստանի Հանրապետությունից պահանջել Հայաստանի Հանրապետության քաշից ծանր հարցեր։ Հիմա դուք գիտեք մի բան էլ կա, այս մի հատվածը ես շարքային քաղաքացիների նկատի չունեմ Արցախայության։ Ղարաբաղյան կլանի, որ ասում են Ղարաբաղը հետ բերեք, Ղարաբաղը, այսինքն ինչ անը, Ղարաբաղը հետ բերեն, որ նորից գնաք ծախվեք, հա? Գնաք նորից ծախվեք դուք, Ղարաբաղ հետևապես ինչ ուզում եք գնացեք հետ բերեք, ուզում եք գնացեք դուրս եկեք Հայաստանի Հանրապետությունից դուրս, ինչ ուզում եք հետ բերեք։ Որտեղ եթե այդտենց լինի, մեկը ասում է Ղարաբաղը հետ բեր, մեկը երևի Կիլիկիայից է, ասի Կիլիկիան գնա հետ բեր։ Այն մի հատ մի մետրանոց դատախազ կար, որ դատախազության դռները լպաստում։ Դա երևի Նախիջևանից է, բանից, հա, Նախիջևանից է։ Դա կարող ասի Նախիջևանը հետ բերեք, ինչ անի այս պետությունը։ Դա մենք որոշում պետք է կայացնենք, Հայաստանի Հանրապետությունը պիտի լինի, իսկ Հայաստանի Հանրապետությունը պիտի գործի բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի շրջանակներում։ Եվ որևէ քաղաքական դիակ, որևէ ռևանշիստ, որևէ հայրենասերի դեմքով կակեբեշնիկ, եթե մեր ժողովրդի, ես դեմ մեր ժողովրդի, եթե ձեզ գրանցնի կեղծ թեզերս եմ հետ բերել, դուք իմացեք, որ իրենց նպատակը Հայաստանի Հանրապետության Ռուսաստանին հանձնելուժման չկա։ Դա գալիս ենք վարչապետի այն միտքը կիսում եք, որ եթե սեպտեմբերին ներողություն հունիսին քաղաքացիական պայմանագիրը չկարողանա ձևավորել մեծամասնություն, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու, այս ուժերի ուզածը հենց խաղաղությունը այսօրվա հաստատված նախաստորագրված պայմանագիրը ռևիզիայի ենթարկելն է։ Ես կարող եմ ասել հետևյալը, եթե հանկարծ, որ իհարկե չի լինելու հարցը չի, Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարները եկան իշխանության, մենք 3 օր հետո պետություն չենք ունենալու, դա 100% է, որտեղ մեր ժողովուրդը պետք է այդ մարդկանց հələ շատ չխորանանք պատմության մեջ, այդ մարդկանց դիսկուրսը վերլուծեք, չէ, ովքեր են դրանց դերակատարները, մեկը մի 4000 տարեկան մեկ կուսակցություն կա, սա էլ շրջապերական ունի գրած է, տակը գրել է, որ այդ անկախությունը շատ կարևոր չի, ձևականորեն տատու հետ բան է պայմանավորել, ասել է ինչ գրենք, որ չջոգեն, դե կարևոր անվտանգություն է բան, բայց տակից սղացել է, որ անկախությունը կարելի է հանձնել, այս մեկը այս մի ուժն է, մի հատ այդ տակնարածների հոտից մի հատ այդ փախած գեներալ կա, որը ասում է միութենական պետություն պիտի լինի, որ իհարկե ես մեր իրավապահ համակարգի վրա ներվայնանում եմ, ասենք այս մարդը քաղաքական դերակատար է, այս մարդկանց հետ է, չէ, բայց մարդը հակասանարական հայտարարում, դա ծրագիր է, հասկանում եք, դա քաղաքական ծրագիր է այդ մարդկանց։ Դուք այդ ծրագրով ոնց եք թողելու, որ սրանք Հայաստանի ներքաղաքական կյանքին մասնակցեն։ Բայց այս մարդն էլ էս է։ Այդ երկրորդ նախագահ կար մի հատ Հայաստանի։ Այդ մարդուն հիշում եք, որ ասում են միութենական պետություն, թե անկախությունն է կարևոր, հարց էին տալիս, ասում են լավ չեմ ջոգում, հələ անկախությունն է, թե միութենական պետություն։ Սա էլ է միութենական բոլորը Հայաստանի մինչ հեղափոխական անցյալը, հիմա էլ Օսլայած դեմքով արհեստական վարչապետներ կան, բոլորը միասին Հայաստանի անկախության թշնամիներն են։ Եթե այս հատվածը հնարավորություն ունեցավ Հայաստանում իշխանություն վերցնել, ապա պարզե որ մենք 3 հետո Հայաստան մտնելու է ռուսական օկուպացիոն զորք, անունը գրելու են խաղաղապահ, բայց օկուպացիոն զորք է մտնելու։ Հայտարարել են Հայաստանի Հանրապետությունը failed state, ձախողակ պետություն, միացելու է Ռուսաստանին, դա 100% է։ Ընդ որում նաև ես դիմում եմ հայ կանանց Հայաստանի
հարաբերության քաղաքացի հայ տղամարդկանց։ Եթե այդպիսի բան եղավ, հայ տղամարդկանց 70%-ը 4 օր հետո գործուղվել է Ուկրաինա։ Այդ իմացեք, այդ որ այս մարդիկ տափակ, ես ընդհանրապես բաներ կա մեր պատմագիտական մտքի մեջ, մենք պիտի վերաիմաստավորենք։ Երբ որ կան կեղծ թեզեր, որ հանձնվենք սրան, անվտանգ ապրենք, հայությունը նայեք, այդպես հանձնվել է խորհրդային միությանը, չէ՞։ Մենք ստուգ ենք, մենք անվտանգ ապրել ենք, թե չէ, ստուգ եք մի հատ։ Սովետական միությունը, դա Ռուսաստանն է, դա Կարվազան պետությունը։ Գնացել մի հատ Հիտլեր է գտել, հետը պատերազմել է, խորհրդային Հայաստան 600,000 մարդ տարել է պատերազմի։ 330,000 զոհ է ունեցել խորհրդային Հայաստանը։ Անվտանգ է եղել։ Երկրորդը Սումգայիթի Խոջալուի սպանդը ջարդեր, դա խորհրդային միությունն է արել։ Դուք անվտանգ եք եղել։ Ես բանը չեմ հասկանում, արա ոնց բացատրես։ Եկոնց է, ինձ թվում է, այստեղ այս ամենը իմանալուց հետո էլի գորալ Ռուսաստան, էլի ուզենալ Ռուսաստան, այստեղ խնդրեմ կա։ Միայն գործակալ լինելը բավարար չի։ Ասենք հետո ինչ մարդը գործակալ է, բայց կարող է մի քիչ խելք ունենա, չէ՞։ Ուրեմն գործակալ լինելը բավարար չի, բարձր սրանք նաև հոգեկան հիվանդներ են։ Այսինքն հնարավոր չի գործակալ է, բայց կարող բանականություն ունենա, էլի։ Բայց ուրեմն մենակ այդ չի, այսինքն այս մարդիկ նաև խեղված ինքնություն ունեն, խնդիրներ կա։ Սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք, բոլոր այս զրոցները Արցախը բան, իրենք բոլորը սուսատախոս մարդիկ են։ Ոչ մեկ էլ Արցախ հետ չի բերելու։ Իրենց նպատակը Հայաստանի Հանրապետությունը սպանդի մեջ ներքաշելն է։ Հայությանը սպանդի մեջ եւ իրենք բավականություն են ստանում։ Դա զարմանալի բան է մեզ համար, բայց այդ մարդիկ հոգեբանական լրջագույն բավականություն են ստանում։ Սա մեր օրդի ըստ էության իրենք պարոն Սուքիասյան չեն էլ թաքցնում ծրագիրը, Քոչյանի թիմի անդամը Սողոմոնյանները հարցազրույց էր տալիս, ասում էր, որ եթե ընդդիմությունը գա իշխանության այսօրվա, ապա կարդինալ աշխարհական փոփոխություններ կլինեն, արտաքին քաղաքական նաև ռուսական ազդեցությունը կվերականգնվի, ավելի շատ պրոռուսական քաղաքականություն կտարվի։ Այն մեր հասարակության մոտ կա անկալումը, որ օրինակ այ մեր էկրանին պատկերված մարդկանցից որևէ մեկին ձայն տալով մենք հենց այդ փոփոխությունն ենք, այդ փոփոխությանն ենք ականատես լինելու։ Դե հա, մարդիկ գիտեք ոնց է։ Մի խնդրեմ կա, որ մենք լավ պիտի քննենք։ Այնքան ասեցին գործակալ, դարձավ սովորական հասարակության մոտ։ Եվ սա մի զգալի հատվածներ արդեն չեն թաքցնում։ Այսինքն հերոսական դեմքով այն մի հատ բան կա, նախկին ԱԱԾ-ի պետ կա, հարցազրույցունի, ասում է գործակալը ինչ վատ բան է, այո։ Այսինքն, բայց չէ, ինչ են անում, սովորակ հասարակ երևույթ են դարձնում, որ նորմալ է դա։ Եվ սա վտանգավոր բան է, նայեք, մենք դառնում ենք adekvat, մենք սկսում ենք նորմալ վերաբերվել դրան, որ կարելի է գործակալ լինել եւ քաղաքականությամբ։ Սա վտանգավոր երևույթ է։ Եվ ես նաեւ մեր ժողովրդին եմ զգուշացնում, նաեւ իրավապահ մարմին է։ Դուք իրավունք չունեք այս երևույթը սովորական հասարակ բան դարձնել հասարակության մոտ։ Դա դառնում է ընդունելի։ Բայց հա մարդիկ ուղիղ ասում են ինչ են անելու եւ ես վստահ եմ իհարկե որ մեր ժողովուրդը adekvat է։ Մեր ժողովրդի հավաքական մեծամասնությունը ինքը իր անկախության հետ է, իր ազատության հետ է, իր անվտանգ կյանքի հետ է, իր պրոգրեսիվ կյանքի հետ է եւ այս գիշատիչներին իհարկե բարձր որ իշխանության չի բերի։ Բայց մենք պետք է նաեւ օբյեկտիվ լինենք եւ մեր հասարակության քաղաքական մտածողությունը եւ քաղաքական կառուցվածքը ճիշտ գնահատենք։ Այո, մեր ժողովրդի մեջ կա հատված, որը սրանց ձայն է տալու։ Սա լավ բան չի։ Սա խիստ զարմանալի բան է մի ամբողջ ժողովրդի համար, որը պատմությունից սկսած այդ Ռուսաստանից, դե հիմա գիտեք ոնց է, Ռուսաստանը չէ Ուկրաինա լինել, Ուկրաինային կասենք։ Հիմա Ռուսաստանն է։ Այդքան հարվածներ է ստացել։ Եվ տեսեք հետաքրքիր բան կա, խորհրդային միությունը Արցախը եւ Նախիջևանը խորհրդային միություն են, մեզ իսպոկել տվել բանին, չէ, Ադրբեջանին։ Եվ հիմա ես հայությանը հարց ունեմ, էլի։ Որ եղավ երկրորդ աշխարհամարտը, էլի։ Ամենաշատը երկրորդ սովետական միություն շահել է Ադրբեջանը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ադրբեջանում ապրում էր 6 միլիոն մարդ։ Ադրբեջանից պատերազմի է գնացել 240,000 մարդ։ Հայաստանի Հանրապետությունը, որը ամենաշատն է ուժեղ խորհրդային միություն, 600,000 մարդ գնացել է պատերազմի, երբ որ խորհրդային Հայաստանում կար 1,150,000 մարդ։ Ինչի ես ում հասկանալ, ես ում մեր ժողովուրդը ինչ բացատրի սա։ Մեկը մի հատ խորհրդային միությունից մեկը մնացած կանգնի ինձ բացատրի։ Ինչի՞ է այտենց։
Ամենաշատը քեզ է վնաս տվել։ Դե որ հիմա հայոցյան մի հատվածը բան կա, չէ, սիմվոլի համար կռիվ է, Արարատս բան։ Արարատը խորհրդային Թուրքիային տվել է խորհրդային միությունը։ Արարատը առաջի հանրապետության տարածք է եղել։ Դուք թուրքերից ինչ եք ուզում։ Բայց կա այս հատվածը կա, մի հատված կա, համառորեն շարունակում են ունենալ հակապետական մտածողություն եւ ճորտության գիտակցություն։ Իրենց բանացավը ես շատ եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Ճորտությունը որպես ազգային անվտանգության մոդել, դա է իրենց մոդելը։ Եվ իրենց հայրենիքը Հայաստանի Հանրապետություն այս մարդիկ ինքնությամբ քաղաքական մտածողությամբ, աշխարհայացքով, ենթադրել նաև անթրոպոլոգիայով, մարդաբանությամբ մեծ հետ կապ չունեն։ Իսկ այն ռեսուրսը, որ օրինակ ծախսում են, ինչքանով գրավիչ կարող է լինել ձեր կարծիքով, հել հրապի արշիկ են բերում, հել անվտանգության մասնագետ են բերում, Ամերիկայից Սամվել Կարապետյանն էր բերել իր հետ վերջին անվտանգության մասնագետ վերջում իրենց համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ ու պարզվեց, որ նաև պատերազմի ժամանակ ԱԹՍ-ներ մատակարարող է եղել Ադրբեջանի որոշումներ կայացնող, մեր էկրանին կա փաստաբան, ռեսուրսներ, արհեստական բանականությամբ ինչ որ ուղերձներ հանրությանը, այս ամեն ինչ ինչքանով է գրավիչ ձեր կարծիքով։ Ինչ որ հատվածի համար գրավիչ է, բայց ընդհանրապես գրավիչ չի։ Նայեք, նախ այս մարդիկ ինչ են անում, ասենք էսում բերել են Հայաստանի հետ կապ չունի, գնաց են ինչ-որ թոշակառուներ են ճարել, եկել են ասում են, այս մեկը գալու է օդը փակի, հələ սրանց ուղեղի չափն է, թոշակառու է, Իսրայելից, հետո ինչ, որ Իսրայելից է ինչ, ասենքն հիմա էլ այս մի հատվածը սիրահարվել, լրվել է Իսրայելի վրա, ոնց որ դուք չեք տեսնում Իրանը ինչ է անում Իսրայելի օդը, եւ դուք դրան բերեք, որ այսինքն դուք որոշել եք, որ դուք մարդ չեք։ Եվ իրականում այս մարդիկ որոշել են, որ իրենք ոչ մի բան են, որովհետև այն մեկը ասել է, ես ոչ մի բան եմ, եկեք արհեստական բանականությանը դիմենք։ Այդ արհեստական բանականությունը պետք է հարցնել, էլի քո սարքած ֆիգուրը քո դուրը գալիս է։ Գնացել են երևի էժան ծրագրերից են օգտվել։ Խելքել չունեն, էլի։ Փող ունեն, խելք չունեն, էլի։ Գնայք նորմալ ծրագիր, վճարովի ծրագիր գնայք, նորմալ ֆիգուր սարքեք։ Բայց դե ինչ ասեմ, այս մարդիկ ամեն ինչ անելու են, քանի որ իրենք ոչինչ բան են, իրականում դուք իրենց դիսկուրսը նայեք, այդ մարդիկ ընդունում են, որ իրենք ոչինչ բան են, իրենք ինչ են ասում են, պետք է մեկը գա մեր անվտանգությունը ապահովի, այսինքն այս բայից սկսած իրենք ընդունում են, որ իրենք ոչ մի բան են, որ իրենք իրենց անվտանգության համար մտածել չեն կարող, էլի նորից կախվածության բանն է, մեկից կախվեմ, ապրեմ, այսինքն սա մեկը դե պարզ է, որ ֆիգուրը սահմանադրական է։ Եկեք ինչի, երևի քանի որ այս մարդը խոսելուց անընդհատ քրեական օրենսգրքի հետ խնդիր է ունենում, երևի ասել եկեք շարը գցենք արհեստական բանականության վրա, թող ինքը խոսի։ Վաղը միսօր որ խնդիր լինի, տանեն արհեստական բանականությանը դատեն, երևի։ Հավանաբար դա էլ կա, էլի ինչու ինքը չի խոսում։ Բայց նաև տեսեք այդ իրենց քաղաքական կամպանիան տանող մարդը ինչ ասում է, վերջը ես չեմ եկածողը։ Այսինքն ես որ գամ, ես չեմ, ես պետք է գամ, հետո որ հորողբերս գա։ Այսինքն դուք հենց սրանց մտածողությունը նայեք, էլի սրանց քաղաքական պրիմիտիվությունը նայեք, բայց սա նորմալ process է ռուսական աշխարհայացքով մարդկանց համար։ Սրանք հո նորմալ քաղաքական պայքարի մարդիկ չեն, սրանք հո նորմալ աշխարհայացքով, պետական աշինության, գիտակցությամբ, ազատության իդեալով մարդիկ չեն, սրանք ճորտի գիտակցության մարդիկ են, բայց ես մեր ժողովրդին նաև ուզում եմ ասել հետևյալը։ Իհարկե ձեր գլխին 1000 մի օին կբերեն, լավ PR կանեն, չգիտեմ։ Հիմա նույնիսկ այդ բան լավ PR-ները լավն է, գնանք ընտրենք։ Այսինքն ես ուզում հասկանալ, էլի, եթե մի հատ ուզբեկ բերեին, չերկեզ բերեին, ադրբեջանցի բերեին ու լավ PR ինքը աներ, դուք պետք է գնաք ձայն տակ, որովհետև շատ լավ PR ունի, սա ընդհանրապես ինչ բացատրություն է, ինչ բացատրություն է սա, բայց սա ինչ է, պրոբլեմ է, նաև մեր իրավական համակարգի պրոբլեմներ, ինստիտուտների թուլության պրոբլեմն է, որովհետև դա նորմալ չի, էլի, նորմալ չի, սա քաղաքական պայքար չի, սա պետություն ունենալու կամ չունենալու հարց է, եւ պարզվում է Հայաստանում, ինքնիշխան Հայաստանում ընտրությունների են մասնակցում ինքնիշխանության թշնամի հատված, եւ մարդիկ չեն թաքցնում այս մարդը ասում է գալիս եմ պետությունը տանեմ, կպցնեմ ուրիշ բանի։ Հիմա բայց մարդը կա,
Մարդը քաղաքական կենսագործունեություն ունի եւ եթե իրավապահ համակարգը սրան չի արձագանքելու, սա լավ բան չի։ Սահմանադրական դատարանն էլ խոսք ունի ասելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է գրանցի, թե պետք է չգրանցի։ Օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ խոսքից չեմ հասկանում այդ մարդին չի խոսում։ Լսում եք բանը Տավը որ 10 տարի Հայաստանի հետ կապ չունի, պետք է ինտրուսիաներ չմասն։ Այսինքն, բայց դա ինչ ձևակերպում է։ Դա բանորեն, իրավական, ինչ ձևակերպում ունի դա։ Այսինքն ինչ է նշանակում 10 տարի կապ չունի, ուրեմն ինտրուսիաներ չի, այսինքն ինչ ես դու ասում։ Դու կարաս մեկ նորմալ բան ասես հասկանանք։ Այս մարդկանց դուք պետք է չգրանցեք։ Դուք պիտի չգրանցեք այս մարդկանց։ Սրանք Հայաստանի Հանրապետության սահմանությունը խախտում են։ Մարդիկ հակասահմանադրական ծրագրեր ունեն։ Ինչ են ասում են վարչապետին փող չենք տալու, նախարարների ծրարով փող ենք տալու, կա շարք է։ Կոռուպցիա է, մարդը կոռուպցիոն ծրագիր ունի։ Հիմա դուք թույլատրել եք, որ սրանք մասնակցեն ընտրություններին, հակասահմանադրական է, ծրագիրն է հակասահմանադրական։ Բայց մարդը չէ ինչ բռնաճնշում ծրագիր է, հակասահմանադրական է։ Դու Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան կաշառքը օրենքով արգելված է, չէ՞։ Բայց քո ծրագրի մեջ կա կաշառք։ Այսինքն պետք է չգրանցի, ոչ թե կանգնես, ես ինչ դուրս տաս, մարդը ջոկ ինչ ասում, 10 տարի որ Հայաստանում չի եղել, այսինքն դա ինչ բացատրություն է։ Գնացել տունը մտածել է, ասել ինչ գամ թազա բան ասեմ, եկել մի ամբաղ բան դուրս են տվել, գնացել են։ Դուք սրանցով պետք է զբաղվեք։ Այսինքն այդ ինստիտուտներն են թույլ, սա լավ չի։ Պարոն Սուքիասյան, իսկ Ռուսաստանի տեսանկյունից եթե նայենք, տեսեք 3 հիմնական ընդդիմություն եմ նշում նորից, ուժեր կան, որոնք մասնակցում են, մեկն ինչ-որ նոյան տապան է ստեղծել, մեկը դաշնակցության հետ է մասնակցում, մյուսը առանձին, բայց հիմնական նպատակը օրինակ Ռուսաստանի որն է, վերջում կասի, օրինակ միացեք իրար մի բան արեք։ Դե հա, բապը դիասի։ Չէ, միանալու են, բարձ է։ Նախ իրենք որ ասում են մենք էս ենք անելու, Գյումրի 5 ենք անելու, չգիտեմ էսի ինչ ենք անելու, այդ իրենք չեն անելու։ Իրենք ոչ մի բան են, իրենք չեն որոշողը։ Կոպերտինը, Ռուսաստանը ոնց կորոշի, դες անելու են։ Կասի միավորվեք, կմիավորվեն, կասի միավորվեք, չեք միավորվի, հետո կմիավորվեք, հետո չեք միավորվի, այդպես էլ տանի։ Ինչ ասի, դա էլ անելու են։ Բարձր որ է հավաքականորեն էս բոլորը։ Իհարկե կարող է իրար հետ անձնական թշնամանքել ունենան։ Կունենան էլի, ժամանակին իրար գցել են, իրարից տուն են տարել, փող են բիզնես են իրարից գողացել, ինչ ասես իրարից արել են սրանք։ Բայց սրանք քաղաքական իմաստով եւ աշխարհայացական իմաստով բոլորը նույնական են եւ կառավարվում են մի կետից Ռուսաստանից, որովհետեւ բոլորի ծրագրերը նույնն են։ Իհարկե ինչ-որ ձևական տարբերություններ կան, մեկը ասում է 5 տարի հետո կմտնենք, մեկը ասում է 4 տարի հետո կմտնենք նյութենական, մի քիչ ժամանակագրական տարբերություններ կա, բայց բոլորը ըստ էության նույն երգն են երգում, նույն սիմֆոնիան է, տարբեր դերերքով իհարկե, բայց բոլորը նույն գործն են անում, Ռուսաստանը ոնց ասի, իրենք այտենց էլ անելու են։ Մեր ժողովուրդը լավ պետք է մոդելավորի այս մարդկանց։ Այդ բանով չի, այտենց օսլայած դեմքով ներկայանալ չի, այս մարդիկ անցյալ ունեն մեր ժողովրդի եւ Հայաստանի համար ողբերգական դերակատարությամբ անցյալ։ Դուք պետք է սա մոդելավորեք, դուք չեք կարող ձեր կյանքը կողոպտածներին, ձեր ինքնիշխանության թշնամիներին բերեք հանկարծ իշխանության, որովհետև ինձ չեք սիրում։ Չեք կարող դուք ձեր երեխային, որովհետև ինձ չեք սիրում, մատաղանեք ուրիշին, չեք կարող։ Մեր ժողովուրդը պետք է իմաստուն լինի։ Անց մենք պետք է այս շրջանը անցնենք առանց սրա, բայց դա հիմա ինչ ասեմ, քանի որ մենք որպես պետություն ժողովուրդ եկել ենք այսօր ընտրության եւ մեզ հետ քաշ ենք տվել կամ մեզ հետ եկել են Հայաստանի ինքնիշխանության թշնամի քաղաքական կամ կիսաքաղաքական ուժերի լեշը եւ մարդիկ ունեն փող, Հայաստանի տնտեսատերերը իրենք են, բարձր որ դերակատարություն որոշակի կունենան, բայց իրենք նույն որակի ընդդիմություն մոտավորապես ինչ որ ունենք։ Նույն, այո, ընդդիմություն չէ, հակապետական սեգմենտներ, ռևանշիստներ, անկախության թշնամի հատվածներ, ուրիշի ճորտության սիրահարներ, այս հատվածը այդպիսին է։ Օրինակ, նայեք, ես էլ եմ ասում, միայն գործակալ լինելը բավարար չի, որովհետև մարդը գործակալ է կարող է ինչ-որ պահի հասկանա, որ իր պետությունի ժողովրդին սպանդի է տանում, ցրվի արանքից, ցրվի գնա։
Բայց եթե շարունակում են նույն բանը, ուրեմն մենակ գործակալ լինելով սրանց գոյությունը բացատրելը հնարավոր չի։ Այս մարդիկ ինքնությամբ մեծ հետ չեն։ Սա լավ բան չի, պետք է ընդունեք, հայությունը պետք է ընդունի, ինքը մի հատված ունի, պետք է ազատվի այդ հատվածից, որպեսզի ինքը կարողանա ապրել։ Սա քաղցկեղ է։ Կամ կտրում եք, հանում եք, կամ հետերը շալակած ապրելու եք։ Եվ ամեն անգամ անունը դնելու եք ինչ-որ բան, ընդդիմությունը, դե իրանք էլ կարծիք ունեն, լավ PR-ն չէ։ Այս հատվածին պետք է մեր ժողովուրդը աշխատի, խորհրդան չբերի, բայց իհարկե եթե մենք պիտի օբյեկտիվ լինենք, պիտի օբյեկտիվ լինենք, որ այս հատվածը ինչ-որ նվազագույն իմաստով խորհրդան կայտնվի։ Ինչի մեջ է ձեր կարծիքով ընտրությունը լինելու այս անգամ։ Իշխանությունը իր ծրագիրն ասում է, մենք խաղաղության ենք գնում, այս սահմաններով, այս քարտեզով, այդ ստիկերներն էլ վարչապետը բաժանում է հանրությանն ու ծրագիրը հստակ է իշխանության։ Մյուս կողմի ծրագիրը, եթե կա այդպեսին, որն է, ինչի միջև է ընտրությունը։ Իշխանությունը ասում է խաղաղության եւ պատերազմի միջև է, իհարկե դա էլ կա, բայց դա չի գլխավորը։ Անկախության եւ չանկախության միջև պայքար է։ Ազատ ապրելու եւ ճորտ մնալու մասին պայքար է։ Հայաստանի Հանրապետություն ունենալու եւ Հայաստանի Հանրապետություն չունենալու մասին պայքար է։ Անվտանգ պրոգրեսիվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ ունենալու եւ սպանդի եզրին Հայաստանի Հանրապետության ժողովրդին կանգնեցնելու մասին պայքար է։ Այսինքն, հա, իսկ խաղաղությունը եւ պատերազմը գործիք է։ Նպատակ չի, եթե խաղաղությունը պահպանվի, մենք կունենանք ազատ ինքնիշխան Հայաստան։ Իսկ եթե պատերազմ լինի, մենք կունենանք այն ճորտությունը, որ այսինքն դա գործիքներ են։ Իշխանության ասածը գլխավորը չի, երկրորդական է։ Իշխանությունը գլխավորը երկրորդականից չի տարբերում։ Խաղաղությունը գործիք է անկախ ապրելու։ Խաղաղությունը գործիք է անվտանգ ապրելու, իսկ պատերազմը գործիք է ճորտ մնալու։ Պատերազմը գործիք է Հայաստանի Հանրապետությունը անկախությունից զրկելու եւ վերջնականապես փշուրները հանձնելու Ռուսաստանին։ Սրա միջև է պայքարը, բայց նաեւ դա չգիտեմ, դի այլընտրանքներ էլ ձևավորեն, պարզապես այդ այլընտրանքի դաշտի վրա հալ չկա, էլի, այս լավ չի, էլի, այլ պետականամետ մտածողությամբ ուժերի վրա հալ չկա, սա լավ չի։ Մի քիչ օբյեկտիվ է, մի քիչ սուբյեկտիվ է, բայց ամեն դեպքում ամենայն հավանականությամբ պայքարը կգնա անկախականների պրոգրեսիվ կյանքի, ինքնիշխան կյանքի ջատագովների եւ ճորտերի միջև, բայց պարզ է, որ ինքնիշխանության գիտակցում ունեցող հատված ավելի շատ է եւ սրանք պարտություն են կրել։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան։ Հիշեցնեմ, որ Civic-ի տաղավարում հյուրընկալել էի Հայկ Սուքիասյանին, բաժանորդագրվեք Civic-ի YouTube-յան ալիքին, մեր մյուս թողարկումները բաց չթողնելու համար կհանդիպենք։ Հավանիշ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։